Ողջույն սիրելի բարեկամներ, խմելի սունելին համեմունք է, որը շատ կծու համեմունքների խառնուրդ է։ Ավանդաբար օգտագործվում է Կովկասյան տարածքում, հատկապես վրացական խոհանոցում։ Խմելի սունելիի ամբողջական բաղադրությունը իրենից ներկայացնում է չոր մանր խոտաբույսեր, որոնցից են ռեհանը, կարմիր կծու պղպեղը, մաղադանոսը, նեխուրը, սամիթը, համեմը, դափնու տերևը, դաղձը, սուսամբարը։ Խոտաբույսերը վերցվում են հավասար մասերով բացի կարմիր պղպեղից և շաֆրանից։ Խառնուրդը պետք է ունենա կանաչավուն գույն։ Օգտագործվում է վրացական ուտեստներում, նաև հայկական, օրինակ խարչո, չախոբիլի, սացիվի, աջիկայի և այլ ուտեստների մեջ։ Այն պետք է պահպանել չոր և սառը տեղում։ Պահպանման ժամկետը 1,5-ից 2 տարի է։ Խմելի սունելին ունի մի շարք օգտակար հատկություններ։ Օգնում է ծանր մսային ուտեստների մարսմանը։ Պարունակում է վիտամիններ։ Քանի որ բաղադրության մեջ շատ են խոտաբույսերը, այն հարուստ է վիտամիններով P, C, B խմբի։ Ունի հակաբորբոքային ազդեցություն։ Համեմն ու ռեհանը բնական անտիսեպտիկներ են։ Խմելի սունելին պետք է պահպանել ապակե տարայի մեջ, մութ և չոր տեղում։ Խմելի սունելի համեմունքը հետաքրքիր համ է հաղորդում մսային կերակրատեսակներին և սոուսներին։ Կովկասի աշխարհագրական դիրքը նպաստել է համեմունքների մշակույթի զարգացմանը։ Հիմնական բաղադրիչները ուცხոսունելի, սա խառնուրդի հիմքն է, տալիս է ընկույզի համ։ Համեմ, տալիս է թարմություն և թեթևակի կիտրոնային երանգ։ Սամիթը հանգստացնող և քաղցրավուն նոտաներ է հաղորդում, իսկ նեխուրը սուր և թարմացնող։ Ռեհանը կովկասյան խոհանոցի թագավորներից է։ Կարմիր կծու պղպեղը թեթև կծվության համար է։ Զաֆրանը գույնի և յուրահատուկ բույրի համար է։ Բոլոր բաղադրիչները պետք է լինեն հավասարաչափ, բացի պղպեղից և զաֆրանից։ Խմելի սունելին օգտագործվում է օրինակ խարչոյի մեջ։ Սա առաջին ուտեստն է, որ հիշվում է։ Սացիվին, ընկույզի և խմելի սունելիի համադրությունը։ Մսային ուտեստներում խորովածի մարինադից մինչև տապակած միս,